Ողջույն, Live News կետեմ կայքի արգարժան այցելուններ։ Դե մենք ինչպես եւ ենթադրում ենք, որևէ օր առանց աղմկահարույց, անախորժության, սկանդալի կամ ինչ ասեմ, թշնամության իշխանությունների կողմից հանդեպ Հայաստանի Հանրապետության, հայ ազգի, հայ առաքելական Սուրբ եկեղեցու չեն անցնում։ Հենց որ այսօրն էլ բացառություն չի, արդեն ակնհայտ է դառնում մի հստակ ուղեգիծ, որ գծվել է, եւ գիտեք ինչն է ամենահետաքրքիրը։ Երբ որ մենք 18 թվականից իլուր ամբողջ աշխարհի գոռում գոչում ենք, որ Նիկոլը եկել է Արցախը հանձնելու, Հայաստանը հանձնելու բոլոր հայեցի երևույթները եւ վերջապես Հայաստանը նաեւ որպես սուբյեկտ վերացնելու, ոչ մեկը ականջալուր չի լինում եւ ինձ համար նաեւ տարօրինակ է, որ որոշ այսպես կոչված մեդիա մասնագետներ, լրագրողներ, անհատ բլոգերներ անենց անմեղ տեսք են ընդունում եւ իրենց այսպես կոչված լրատվամիջոցների միջոցով տարածում են հետևյալ միտքը, որ դե ժողովուրդ ջան, 18 թվականին, որ ես էլ էի աջակցում Նիկոլին, հիմա իբրե խիստ եմ է Նիկոլին էլի, դե ժամանակ ոչ մեկս չէինք մտածում, որ կարող է Նիկոլը այսպիսի գործողություններ անել։ Ընդ որում շատ հետաքրքիր է, որ այդ կարգի ես անուններ ուղղակի չեմ տալիս մեկ պատճառով։ Երեք էլ նայում եմ հաղորդում, երեք չառաջ օրը կանչել են նախկին ազգային անվտանգության ծառայության տնօրեններից մեկին եւ այդ բլոգեր է, լրագրող է, առանձին կայքի տեր է, որ ինքը հայտարարում են դեղից էլ պատասխան դե այո իսպրև ոչ մեկս ոչ մի տեղեկություն չկար, ոչ մեկը դրա մասին բան չէր ասել։ Ուրեմն ասեմ հետեւյալը, ես այս հայոց նորագույն պատմության մեջ պատահական մարդ չեմ։ 90 թվականին ընտրվել եմ Գերագույն խորհրդի պատգամավոր, երբ որ իմ դեմ պայքարող են եղել եւ հայոց համազգային շարժումը, կոմունիստական կուսակցություն ունեցել է իր թեկնածուն, հայ հեղափոխական դաշնակցությունը իր թեկնածուն։ Հասկանում բոլորը ունեցել են, ես մենակ հաղթել եմ բոլորին։ Մեկ եղել եմ վերջապես խմբակցության ղեկավար։ Բազմաթիվ անգամներ իմ դեմ ՀՀՇ-ի ժամանակ 90-95 թվականին հարուցվել են քրեական գործեր։ Իգոր Մուրադյանի հետ ձևավորել ենք ազգային անվտանգություն կուսակցությունը, Իգոր Մուրադյան, Լևոն Անդրեսյան, Հրանտ Խաչատրյան, կարող եմ այդ անուն հայտնի անուններ տալ։ Ձևավորել ենք կուսակցություն։ 3 տարի գտնվել եմ ընդհատակյան գործունեության մեջ, որտեղ իշխանությունները հետապնդում էին։ Եղել եմ երկրորդ նախագահի գործունեության ժամանակ նրա խորհրդականը ազգային անվտանգության հարցերով։ Ղեկավարել եմ նախագահային առընթեր քաղաքական հետազոտությունների ինստիտուտի, ինքս ստեղծել եմ, ինքս ղեկավարել եմ։ Եղել եմ նախագահի մշտական ներկայացուցիչ ազգային ժողովում, ղեկավարել եմ կառավարման ակադեմիայի խորհուրդը եւ բազմաթիվ նման ուրեմն մարդ, որը պատահական չի, չէ, երկու նախագահների ազգային անվտանգության հարցերով խորհրդական լինելը, հետո Արցախի նախագահների նույն հարցերով խորհրդական լինելը, կարծում եմ ոչինչ, չէ՞, ես ուրեմն ԱԱԾ տնօրենի կամ նա բլոգերի չափ կա։ Եվ սրանք իլուր աշխարհի հայտարարում են, որ ոչ մեկը մեզ չի զգուշացել, որ Նիկոլը գալիս է Արցախը հանձնելու, Հայաստանը կործանելու։ Սուտ եք ասում տղաներ, կամ տգետ եք, կամ դիտավորյալ եք անում, կամ ուզում եք տպավորություն ստեղծել, որ դուք այն ժամանակ, որ աջակցում էիք Նիկոլին, դե ոնց կարար, Հայաստանում չկար գետ մեկը ասում է, արա մեկը չէ, առնվազը 3 նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, մինչև Նիկոլի վարչապետ դառնալը 18 թվականին, եւ գրավոր, մի քանի մամուլի միջոցներով եւ Facebook-յան գրառումներում
ապրիլի 28-ին եւ 29-ին հրապարակել է այն ծրագիրը, որով Նիկոլը գալիս է, որտեղ գրված է գալու է հանձնի Արցախը, կործանի Հայաստանը, Հայաստանը որպես պետություն վերացնի։ Գրված է։ Ազնվություն ունեցեք, դուք եղել եք տականք, եղել եք Նիկոլի աջակից, Նիկոլին բերել եք իշխանության, ու հիմա որպեսզի ձեր այդ բաները արդարացնեք ինչ-որ ձևով, ասում եք, թե Հայաստանում չի եղել մեկը։ Ոնց եմ կրկնում, եթե ես լինեի պատահական մեկը, հա, ու գրեի տենց բաներ, ասեի դե լավ, արա, այս մարդու ոչ ճանաչել են, ոչ նկատել են։ Դուք հասկանում եք, Հայաստանում միակը, որ ի պաշտոնը եղել է նախագահների ազգային անվտանգության հարցերով խորհրդական, կառավարել է նախագահներին սպասարկող քաղաքական հետազոտությունների ինստիտուտը եւ այլն եւ այլն եւ այլն։ Դրսում է, խնդրեմ, մի անասուն, ուրեմն մեքենայի մեջ բարձր երաժշտությունը միացրած իր մամային է պսակադրում։ Հիմա տեսեք, ու հայտարարել, ու չտեսնել, որ մարդիկ կան, որոնք ասել են, դրանցից մեկը նորից եմ, այո, այն ժամանակ ես միակն եմ եղել ցավոք սրտի, որ տենց բաց ասել եմ, թե ինչ է տեղի ունենալու, եւ դա տեղի է ունեցել 100%-ով։ Մի վախեցեք, խոստովանեք, որ եղել է գոնե մեկ մարդ, ոչ այն ներքին, հա, կներեք այն հասարակ մարդ, որ աշխատել է բոլոր նախագահների հետ, առաջի, երկրորդ, երրորդ, Արցախի առաջի, երկրորդ, երրորդ, որը հայտարարել է, որ այս մարդը գալիս է տպատակներով։ Դրա համար ես այդ բլոգերներ, լրատվամիջոցներ, դրանց քարոզիչներ ուզում եմ ասել, որ եթե դուք տգետ եք եղել, ուրիշները տգետ չեն եղել այդքան։ Եվ հիմա էլ շատ բաներ, որ ասում եք, որ մեղրին հանձնված է, սաղարված է, նահարված է, դա իսկապես տեղի է ունենում։ Բայց էլի այն պայն, երբ որ մենք զգուշացնում ենք, ասում են, սա շատերը իրանք դնում են այս շիտեղ, հետագայում փորձում են կամ իրենց էլ ասել, դե մենք էլ ենք ասել, ցույց տվեք գրավոր կամ բանավոր ձեր այդ ասածը կամ արածը։ Հիմա էլ ձեզ զգուշացնում ենք, Նիկոլը ոչնչացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Պարոն Էդգար Ղազարյանի հետ արդեն մենք տարուց ավել է։ Իսկ այս փաստաթղթերը ստորագրելուց անմիջապես հետո հայտարարել ենք, որ մեղրին տվել է արդեն։ Էլի խոսում են մի ջանք, ինչ-որ ճանապարհ, որը կլինի, ընկերներ, մեղրին է տվել, այս փաստաթղթով օգոստոսի 8-ին, մեղրին հանձնված է։ Մեղրին հանձնված է Ադրբեջանին, ինչպես հոկտեմբերի 6-ին 22 թվականի Արցախը հանձնվեց Ադրբեջանին։ Եվ որպեսզի Նիկոլը այս ամեն քաքից դուրս գա չոր, հա, մաքուր, բնականաբար պետք է կատարի տարբեր ստորություններ։ Եվ այսօր օրինակ, ինչ-որ մի լրատվամիջոց հրապարակում է սրբազանների զրույց, որը տեղի ունեցել 23 թվականին։ Այսինքն 23 թվականից, այն որ ասում էր բռնեք սատանային քաղաք եւ այլը, բոլորը եղել են թուրք-ադրբեջանական իման նիկոլական իշխանության տարբեր ինստիտուտների կողմից վերահսկողության տակ։ Այսինքն բոլորը տոտալ ձայնագրվել են, բոլորին տոտալ լսել են։ Հիմա պետք է ճշտել։ Նույնիսկ եմ կրկնում, կամ Հայաստանում հասկանում են, կամ չեն հասկանում։ Հարկավոր է ճշտել, արդյոք 23 թվականի այդ ձայնագրությունը, որ եղել է դատարանի որոշում այդ մարդկանց, ինչ քրեական գործի շրջանակներում են այդ մարդկանց ուրեմն ձայնագրել, ինչ նպատակով են ձայնագրել, եւ հիմա ինչ օրենքի, որ օրենքի հիման վրա է, դա որպես փաստ ներկայացնում ինչ որ մեկի դեպ քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Այսինքն մենք ապրում ենք տոտալ անարդարության, տոտալ սահմանադրության եւ օրենքների ոտնահարման, տոտալ պետական հեղաշրջում կատարած մարդկանց միջոցով, ուրեմն ճշմարտ ներքո, որոնք ուզում են բոլորին, հա, իրենց կամքը չկատարելու համար ինչ անել, բանտարկել։ Ահա սա է տեղի ունենում։ Եվ հիմա
Ես պարոն Ղազարյանից իմացա իհարկե այդ ձայնագրությունների, որ արդեն հրապարակվել են, միասին լսեցինք, ես համաձայն եմ պարոն Ղազարյանի հետ, որ այո, մոտ ժամանակներս կալանավորվում է մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու ուրեմն հովվապետը հիմա կաթողիկոս ուրեմն Գարեգին երկրորդ։ Սա որտեղ սրանց համար օրենք փոխանակ ուսումնասիրեն թող այդ ձայնագրությունը հրապարակել, ինչ իրավունքով, դա մարդու անձնական կյանք է։ Ճիշտ հակառակն են արդում, արդեն ազգային ժողովի փոխխոսնակ, փոխքակնակ եւ այլը հրապարակում են, հիշում եք Հովիկ Աղազարյանի պարագայում ինչ աղմուկ, այս մարդը դավաճան է, հայրենիքի ինֆորմացիան է ծախել թուրքերին եւ այլը, հիմա Հովիկի գործով ընդհանրապես մատը որտեղ սուտ էին ասում։ Հիմա էլ այս ձայնագրությամբ ուզում են տպավորություն ստեղծել, երեկվա կալանավորումները, բարերար Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելը, մարդկանց տոտալ ձերբակալությունները լրացնեն կամ թաքցնեն կամ շղարշեն այս իրանց ստոր գործողություններով։ Հենց որ մոտ օրերս սպասեք, ուրեմն աղմկահարույց ձերբակալությունների եւ նրանք, ովքեր միամտաբար մտածում էին, որ Նիկոլի հետ կարելի է 26-ին գնալ ընտրությունների, որոնք ցավոք սրտի ժամանակին վեղացրեց լինելով երկրի բարձրագույն պաշտոնները, այդքան պրիմիտիվ մտածողություն են ունեցել ու հիմա դեռ շարունակում են մնալ այդ պրիմիտիվ մտածողության շրջանակներում ու իրականում չեն հասկանում ու չեն տեսնում, թե իրենց շուրջը ինչ է կատարվում։ Որտեւ իրանց էլ առանձնապես Արցախ, հայրենիք, Հայաստան, հայ ժողովուրդ չի հետաքրել։ Հետաքրել է պաշտոն ու այդ պաշտոնի միջոցով անձնական կլանի հարստացում։ Ցավոք սրտի դա այդպես։ Պարոն Ղազարյան, ինչ է տեղի ունենում։ Կարող եք մեզ լուսավորել։ Լուսավորելու բան չկա, ամեն ինչ շատ պարզ, հստակ։ Մենք անցած անգամ էլ ենք այդ մասին խոսել, կարծում եմ արժի եւս մեկ անգամ այս թեման, քանի որ արդիական է մնում, նայել ինչա կատարվում այս իրականության մեջ։ Նպատակը դրված վերացնել Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն եւ բնաջնջել հայ ժողովրդին։ Հիմա պետությունը վերացնելու ժողովրդին բնաջնջելու համար ինչ պիտի անես։ Պիտի նախապատրաստություն իրականացնես, չէ՞։ Այն արժեքային համակարգը, այն հենասյուները, որի վրա կառուցված այդ հասարակությունը, որը պաշտպանում է այդ հասարակությանը, ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես, այդ ինստիտուտները պետքա վերացվեն։ Նայեք, այսօր վերջին շրջանում, հետպատերազմյան շրջանում, ովքեր են մինչև հիմա զանգվածաբար ձերբակալվել եւ անցնում քրեական գործերով։ Զինվորականները։ Հələ նայեք, գիտեք քանի հազար զինվորական է հիմա տարբեր քրեական գործերով կրում մեղադրյալի կամ առնվազն վկայի դատավարական կարգավիճակ։ Քրեական գործերի քանակը գիտեք 17000։ Այսինքն բանակում չկա սպա միջին եւ բարձր սպայական կազմից, որը որևէ քրեական գործում դատավարական կարգավիճակ չունենա։ Եթե ասեք դա պատերազմի հանգամանքներով պայմանավորված չի, ապա դիզվառելիք, չգիտեմ, այս ինչին ծառայության ընդունել։ Մեր բանակի բոլոր փորձառու սպաները, ովքեր անցել են պատերազմի բովով, բանակի կայացման հիմքերում են կանգնած եղել, նրանք բոլորը ծառայությունից հեռացված են։ Ու բոլորի հեռացման հիմքում եղել են քրեական վարույթները։ Ու կապ չունի է, նրանք չեզոք դիրքերում են եղել, ասենք ընդհանրապես զինվորական ծառայությունից բացի ուրիշ գլուխ չեն բարձրացրել։ Ուզում եմ մի քիչ այնց երևացող դեմքեր են եղել, բարձր պաշտոններ են զբաղեցրել զինված ուժերում, պաշտպանության նախարարությունում։ Կապ չունի որ ժամանակաշրջանում է դա։ Նայեք Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանի զինվորականների ճակատագիրը, ասա։ Իր պաշտպանության նախարարները ովքեր են եղել։ Դավիթ Տոնոյանը, Արշակ Կարապետյանը, Վաղարշակ Հարությունյանը։ Ճիշտ է։ Ուր են։
Դավիթ Տոնոյանը տնային կալանքի մեջ է, Արշակ Կարապետյանը փախուստի մեջ է, այն բանը Վաղարշակն է բերախացը։ Դեսպանի պաշտոնից հետ կանչեց, ոչ մի պաշտոնում չի նշանակել, ոչ մի բան չի արել։ Բայց հետ եկավ Ռուսաստանից, թե մնաց Ռուսաստանում։ Եկել է, բայց անտերի պես։ Իրա պաշտոնավարման շրջանի զինված ուժերի շտաբի պետերը նայեք։ Ովքեր են էլ ուր են։ Շտաբի պետի տեղակալները, բոլորը քրեական գործերով են, Տիրանը Խաչատրյան։ Պատերազմի ժամանակվա շտաբի պետի առաջ տեղակալն է, ազգային հերոսի կոչում է շնորհել։ Այն Փիլոյանին ազգային հերոսի կոչում է շնորհավորել։ Հետո Բաքսիովա դատ է։ Անդրանիկը Մակարյան քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի։ Ստեփանը Գալստյան։ Այդ հրթիռների գործով ինքն էլ է կարծեմ մեղադրյալի կարգավիճակ։ Դա նստած էր երկար ժամանակ։ Խափամամիջոցը մենակ փոխվել։ Այս կորպուսների հրամանատարները այն ժամանակվա։ Այդ պատահական եկա։ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարները։ Պատերազմի ժամանակ քանի հրամանատար է ԼՊԲ-ում։ 2։ Երկուսն էլ հիմա բանտում են։ Ջալալը Երևանից է բանտում, Միքայել Արզումանյանը Շուտվանից է բանտում։ Ջալալը արդեն բանտում։ Արդեն տեղափոխեցին Վարդաշեն։ Դատանի վճիռը մտավ ուժի մեջ, Երևանից տեղափոխվել է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ։ Այսինքն աշխատանքի բաժանում արած է։ Հիմա բանակը ի՞նչն էր մեր ժողովրդին ֆիզիկապես պաշտպանող կառույցներ, չէ՞։ Դա վերացվել է։ Հիմա եկել է կպել է եկեղեցուն։ Այսօրվա դրությամբ կալանավորված են հայաստանյաց առաքելական եկեղեցու 3 թեմական առաջնորդներ, որոնցից երկուսը Միքայել Սրբազանը եւ Բագրատ Սրբազանը արքեպիսկոպոսներ են եւ բարձրագույն հոգեվոր խորհրդի անդամներ։ Երրորդը Սրբազանը նաեւ ազգակցական կապ ունի վեհապար Հայրապետի հետ։ Մի օրվա մեջ 12 հոգևորական է ձերբ։ Դուք հասկանում եք ինչից ենք էլի մենք խոսում։ Ու որ ասես ինչի համար են ձերբակալվել այդ մարդիկ։ Նո ըլմա չէ, ասենք թե հիմա մարդը հանցանք է գործում, ասենք օրինակ ես վերջերս մեկը 4 հոգի մարդ էր սպանել մի օրվա մեջ։ Չէ՞։ Հիմա այդ մարդասպանին որ ձերբակալում են, մենք որևէ մեկս խոսում ենք, քննարկում ենք, ասենք այ մարդ, այդ մարդուն տենասը չի բռնին։ Չենք ասում, չէ, հակառակը, ասում ենք պիտի շուտ բռնացելնեին, պիտի կանխարգելացելնեին, թույլ տված չլնեին, չէ։ Որովհետև իրավապահներն է գիտեն, որ այդ մարդը ծանր հանցանք է գործել, մենք էլ ենք լրատվություն դեռ կա, չէ, ասում է անկողմնակար դիտորդ, ողջամիտ կասկած, այս հասկացություններ կան, չէ։ Այսինքն մենք էլ լսելով լրատվությունը, որ մի օրում մարդը 4 մարդ է սպանել, անդե չենք վիճարկել, իսկ ամեղության կանխավար կազմել այդպես դեպքերի ժամանակ, իսկ չի էլ քննարկում, որովհետև ականհայտ է, չէ, դեպքը։ Որ իսկ չես ասում, լավ, թողնա դատարանը որոշում, այ մարդ էլի դատարան որոշում, դե պարզ է դատարանը որոշում պիտի կայացնի։ Բայց ասեք Միքայել Սրբազանը չի բանտում։ Պարզ է չէ, որ նրա գործողություններում հանցակալ չկա։ Բագրատ Սրբազանը չի բանտում։ Պարզ է չէ, որ հանցանք չկա։ Այսօր Մկրտիչը Սրբազան չի բանտում։ Գնացել են խոզարկություն են արել։ CPS-ի բենզինի չեք են հանել, ասում է բանա։ Բենզինի չեք կա։ Դանիել Յովհաննիսյան կա, հետո որ այդ հաղորդումը ներկայացրել է։ Գնացել է Պետրոսի մոտ 3 հարցացրուց չեմ հանդեսել եք։ Ով Դանիել Յովհաննիսյան, իրաց են քաղաքացիների միավորում, հակա համակարգ։ Ասում է բենզինի չեք կա։ Արա ինձ հայտակցիր է, դες առաջիկայում կմշակեմ դրան Ղազարյան versus Ղազարյանը։ Ասենք Դանիել Յովհաննիսյանը ունի մեքենա։ Volvo է իր մեքենան։ Հիմա այդ մեքենա որ խոտ տա, մոտորը աշխատի, շարժի, պիտի մեջ բենզին լինի, չէ՞։ Այդ բենզինը կամ պիտի փող տա որ լսնի, կամ է պիտի չեք առնի, որ չեկը տա, զապրավչիկի բենզինը լսնի, չէ՞։
Հիմա էլ քանի որ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հուլիսի 1-ից օրենք է ընդունել անկանխիկ շրջանառության մասին, որտեղ ասում է 300,000 դրամից ավել ցանկացած գործարք պիտի լինի անկանխիկ, Պարզա չէ Արագածոտնի թեմում քանի հոգևորական կա, նրանք բոլոր ավտոներ ունեն, ծառայության վայր են գնում, էս մի քաղաքի հոգևորականա կողքի գյուղին էլ է ծառայում, չէ ավտո ունեն։ Հիմա այդ հոգևորականների ավտոներին Աստված չի, չէ, բենզին տալի։ Առնում են։ Հիմա որպեսի պարզա չէ որ իրանց բենզինի 300,000 դրամից ավել է ամսվանը։ Ուրեմն փողը փոխանցում են CPS-ին, առնում են 300,000 դրամի չեկերը տալիս են հոգևորականներին, այդ զապրավկել են։ Հիմա որ դու մտել ես դրա տնից այդ չեկերը վերցել ես, դրա հանցանքը ո՞րն է, ասենք Տեր Արամ Ասատրյանը որ գնացել է հանրավակ կամ չի գնացել։ Այդ Մկրտի Սրբազանի տան չեկերի հետ ինչ կապ ունի։ Հուշա դրամ հասկանում եք մեդալները հանել շարել են, գնացել են հանրահավաքին մարդու մասնակցության պարտադրանքի չգիտեմ ինչ հոդվածով խուզարկություն են արել։ Սրբապատկեր են դնել, այդ պատկեր ասում եք թեմի առաջնորդի տնից, կեցավայրից։ Սրբապատկեր արգը, ոնց որ հիմա գան, ասենք մեստից տանեն, ասեն չհասկացանք, էսի, չաղբեր, հել էս է վերցեք։ Տանեն դնեն, նկարեք, 3,000 դոլար, ուրեմն ասես դոլարներս են շարել են սեղանրա, որ շատ երևա։ Հաշում ես, չես 1, 2, 3, 4, 100 դոլարանոցները հարվա, 3,000 դոլար։ Մենակ այս տարի այդ թեմում 2 եկեղեցի է կառուցում։ Այդ այս եկեղեցի չկա, որ նոր կառուցես 1 միլիոն դոլարից էժան լինի։ Այսինքն այդ եկեղեցուն հանգանակություն անողը ում է տալի այդ փողը։ Արկղում են կարած գցել։ Չէ, դե արկղի փողով եկեղեցի չես կառուցում։ Մեծ բարերարներ են, չէ, ասեք թե հիմա կարող է գա, ասի, ենթադրենք Սիրելի Սրբազան, եկեղեցին որ կառուցել են, տարածքը պիտի բարեկարգվի, պիտի ոռոգման համակարգ անցկացվի։ Հաշում է ծախսը կազմա 10,000 դոլար։ Փողը տալիս ասում է գրացեք, խնդրում եմ այդ 10,000 դոլարով այդ ոռոգման համակարգը անցկացրեք, չէ։ Հիմա որ մտել ես դրա տնից այդ 10,000 դոլարը վեր, այդ էլ լավ հանցանքի փող։ Ինչի համար է դա արվում։ Որ մեր աշկը սովորի Սրբազանի տեսնել մեղադրյալի աթոռին, հոգևորականներին տեսնել դատարանների բակում, ԱԱՑ տարբերանշանով սև դիմակավորների տեսնել մայր աթոռի տարածքում, տեսնել Արագածոտնի առաջնորդանիստ եկեղեցու կամ թեմի առաջնորդի կեցավայրի տարածքում, աշտերիս են սովորացնում, որ վաղը մի սորետան կաթողիկոսին ձերբակալելու, այդ դրա մեջ ոչ մի արտառոց բան չլինի։ Արքեպիսկոպոսը դա կարա Աստված թող մեր վեհապարը երկար կյանք տա, ցանկացած պահի կարա լինի նաև վեհապար, չէ, ընտրվի կարա լինի, չէ, կարա լինի հավակնորդ։ Աշտերիս են սովորացնում այդ ամեն ինչը։ Ու պարզա չէ ինչի համար են գնում։ Ամսաթվերով Նիկոլ Փաշինյանը հիմա որ այս եկեղեցու վրա ասենց հարցակում կա, ասեք այսօրվա այս տեսանյութը որ տարածվել է, չէ, այս ձայնագրությունը, նախ այդ ձայնագրության մեջ հանցակաց բացարձակապես գոյություն չունի։ Օրինակ ես ում եմ անամ այդ ներքին գործերի նախարարություն նոր քիչ առաջ ասեցին, որ դա արդեն ուղարկել է քննչական կոմիտե որպես հաղորդում հանցագործության մասին։ Ես ում եմ անամ այդ պատասխանատու պաշտոնյան, սպայ է եղել, չէ, առնվազն լեյտենանտ եղել է, կապիտան կլինի այդ գրողը։ Մի հատ ուզում եմ էլ այդ տեսանյութը լսի ինձ ասի տեսնեմ, ընդ հանցակազմը որտեղ է։ Որ Աբեղան ասում է, որ կաթողիկոսն ինձ ասել է, ընտանիքիդ կվերցնես կեթաս հանրահավաքի, չէ։ Դա կարող է ոչ թե կարող է, դա զրպարտություն է։ Ով ասում որ դա իրականություն է։ Որտեղ է երևում որ դա իրականություն է։ Եթե այսինքն ով ինչ ասում է դա ճշմարտություն է։ Չի կարա այդ Աբեղան, որը այդ պահին այդ խոսակցության բովանդակությունից երևում է, որ ինքը դիմում է գրել, որ ծառայությունից ազատվի։ Նշանակում է ինքը ինչ-որ ներքին, ներեկեղեցական խնդիրներ ունի։ Ու խոսում է այդ խնդրի մասին, չէ՞։ Վեհապարը իրան կարգադրել է, որ ծառայության գնա Վանաձորում։ Ծառայության ինքն էլ Երևանի կյանքի է սովոր։
Այսինքն ինքը մտածում է, որ ոչ թե պետք է եկեղեցուն ծառայի, այլ այնց կոմֆորտ միջավայրում իրան զգա, էլի։ Երևանում ելնի, կենտրոնում ելնի, բանը փափուկ ելնի, համով ելնի, ինչ որ պիտի ուտի, դա իր կոմֆորտի մասին է մտածում, ոչ թե ծառայության։ Ու սես կապրիզներ անում։ Ես տենց եմ հասկացել այդ խոսակցությունից։ Հիմա այդ հոգեվիճակում գտնվող նեղացած մարդը կարա նաև զրպարտի, չէ՞։ Միանշանակ ինչ մասնավոր։ Ամենայն հավանականությամբ տենց էլ, բայց դրա հանցանքը ո՞րն է։ Ինքը մասնակցել է ինչ-որ մի հավաքի։ Քրեական օրենսգիրքը ասում է հավաքին պարտադրելը պաշտոնական, իշխանական լիազորությունները բանացնելով։ Վեհապարը ինչ պաշտոն է։ Ինչ լիազորություն ունի։ Նա պետական պաշտոն չի։ Այդ հոդվածը վերաբերում է պետական պաշտոն։ Այդ հոդվածը գիտեք ում է վերաբերում։ Դանիել Հովհաննիսյան։ Ես էլ եմ գրել, մամուլն էլ է գրել։ Թալինի քաղաքապետը։ Հիշում եք այդ բանը, թե հիշացնեմ։ Հիշեցրու։ Թալինում պիտի լիներ տգետների դպրոցի հերթական սեանսը։ Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյան։ Այն կրթվել է նորաձևե շարժման հանդիպում։ Շրջաբերական նամակ է գրել էլեկտրոնային փոստով, գրավոր։ Քաղաքապետանի բոլոր աշխատողներին, ենթակա կազմակերպությունների ղեկավարներին, աշխատողներին, ասում է, այս հղումով բոլորդ գրանցվեք, որ գնաք մասնակցեք տգետների դպրոցի սեսիային։ Եթե հանկարծ խնդիրներ լինի, ուրեմն բջջային հեռախոսի համար է գրած, ասում է կզանգահարեք, այս ինչ բաժնի, այս ինչ աշխատակցին։ Այսա տիպիկ հավաքին իշխանական լիազորությունները չարաշահելով մարդկանց ստիպելու օրինակ է, որովհետև Թալինի համայնքի ղեկավարը պաշտոնատար անձ է, ենթակա կազմակերպությունը իրեն ենթարկվում է, եթե չկատարեն իր հանձնարարությունը կարա պաշտոնից ազատի, այդ լիազորությունը ունի, այն էլ ուղիղ հրահանգում է, ասում է կեթաս կմասնակցես։ Այդ հարցով ոչ մեկ է հաղորդում։ Դանիել Հովհաննիսյան, ես իմ Facebook-ի էջում դրել եմ։ Ու մամուլում գրել եմ, բա դու որ լսել ես, ինչի՞ չես վերցել դատախազի մի հատ հաղորդում գրես հանցագործության մասին, ասես այս վարչապետի նրա տիկնոջ մասնակցության միջոցառմանը համայնքի ղեկավարը, էսի շրջաբերականներ է գրում, մասնակիցներ է։ Բայց տգետների դպրոցը դու պատկերացնում ես կամավոր մարդը գնա դրան մասնակցի, ես չեմ պատկերացնում։ Մի հատ էլ հայտարարություն չի ելել, որ ասես Այս ինչ օրը տգետների դպրոցա, որ ես ասենք օրինակ ուզում եմ գրանցվեմ այդա մասնակցեմ։ Սա մարզպետարաներով, քաղաքապետարաներով, առողջապահական, կրթական հիմնարկներով բան։ Ես բանում Վայոց ձորում տգետների դպրոց էր, հետո կադրերը նայում եմ, չէ՞, Աննա Հակոբյանը հրապարակում էր մի րոպեանոց, այդ ամբողջ տգետների դպրոցի դասընթացների նպատակ այդ մի րոպեանոց վիդեոն է, էլի։ Երաժշտության տակ, թե ինքը ավտոյից ոնց է իջնում, ախրանիկը դուռը բացում է, իր շուքով ասես քայլում է, գնաց նստեց, խոսեց, մխիթ այն բանը բացեց, Մովսես Խորենացին կարդաց, թե հայերը 5-րդ դարից չկան վատներ մինչև հիմա։ Նայում եմ, ճանաչում եմ, դե Վայոց ձորի ժողովուրդը, սա սիրած մանավանդ ով որ կա հիմնարկի պետը, դասատուներ սա, դպրոցի դիրեկտորներ։ Մարզից հավաքել են, տահել են, նստացրել են տգետների դպրոց։ Այդի վարչական ռեսուրսի, հիմա թող մի հատ քրեական վարույթ հարուցեն, տենա ենթադրենք, այս ինչ գյուղի կամ այս ինչ քաղաքի դպրոցի տնօրենը, ինչի է գնացել Աննա Հակոբյանի հետ հանդիպման։ Մոտիվացիան իրան որ նայել է, ով է, թող մի հատ կանչեն ցուցմուկ վերցնեն։ Մաքուր դեպք է, չէ՞, հավաքին հարկադրաբար մասնակցել է վարչը, բայց մնացած ինչ կապ ունի։ Պարզա չէ, որ այստեղ հանցանքի էլեմենտ գոյ։ Եթե այստեղ մի հանցանք կա այս տեսանյութի մեջ, այդ ձայնագրությունը ով է արել։ Մանավանդ որ ձայնագրությունը երկու հատված ունի, որտեղ Նաթան Սրբազանը խոսում է այդ աբեղայի հետ, հետո Նաթան Սրբազանը խոսում է մի ուրիշ մարդու հետ, որը կապված է այդ աբեղայի հետ ասում է նա էլ չի գա, ես իր հետ խոսել եմ։ Այսինքն այստեղ երևում է, որ Նաթան Սրբազանը գաղտնալսվել է։ Ինչը սահմանադրությամբ արգելված քրեական օրենսգրքով պատժեի ենթակա գործունեություն է, որովհետև ես ձեզ գաղտնալսելու իրավունք չունեմ։ Օրինակ երբ որ Վանեցյանի եւ Նիկոլ Փաշինյանի եւ Նիկոլ Փաշինյանի Վանեցյանի ուղ բանի Սասունի Խաչատրյան դրանց խոսակցությունը տարածվել էր ինտերնետում։
Սև դիմակներով գնացին մտան Երևան ԹԴ-ի համակարգիչները վերցրին, մինչև հիմա այդ համակարգիչները KGB-ում է, մինչև հիմա։ Ասին, բանը, ձեզ որտից ես Երևան ԹԴ մենք ճշտել ենք IP-ներով, IP հասցեներով, բաներով, որ էդի Երևան ԹԴ-ին առաջինը այդ տեղեկությունը տարածե, գնացին կոմպյուտերներից, ձեզ որտից է տեղեկությունը, չէ՞։ Այս գաղտնալսման տեղեկությունը։ Բա հիմա որ դուք ասում եք մամուլի մամուլում բանը տարածվել է ձայնագրությունը, բա եթե հանցանք կա, հանցանք է ձայնագրությունն է, չէ՞, բայց դա չի հետաքրում, այսինքն դուք ես երկրում KGB եք ու ով ուզի կարա գաղտնալսի ու բանանի, տարածի ու դուք դա համարում եք մամուլի հրապարակում։ Որ մամուլի միջոցներ առաջին։ Ես չեմ անում, որը պետք է իրանց իշխանականներից մեկը պետք է լինի, էլի։ Անցած անգամ են Ավետիքի Չալաբյան, որ գաղտնալսել էին Թորնիկի պատմությունը։ Իրանց կայքերից մեկն, կարծեմ են Տարոն Չախոյանի կայքերից մեկն էր, դրել էր, տարածվեց, հետո դրանք հանեցին սկզբն աղբյուրից, դատախազություն ընդունեց, ասում է բանը, մամուլում տարածված տեղեկություն, հա մեկով է ցույց տա, հա մեկը այսօր էլ հիմա այդ ձայնագրության մասին արդեն, հա մեկը ռեպորտաժ է սարքել, հա մեկի կայքում դրած է։ Բա հա մեկ ես, ասեք, հանրային հեռուստաընկերությունից քեզ չի հետաքրում աղբյուրը, վստահությունը այդ աղբյուրի, օրինականությունը, գաղտնալսում այս երկրում կարող են իրականացնել միայն օպերատիվ հետախուզական լիազորությունները օժտված պետական մարմինները դատարանի որոշման առկայության պայմաններում։ Հակառակ դեպքում դա ապօրինություն, հանցանք է։ Մարդուն գաղտնալսել է իր մասին անհատական տեղեկություններ իմանալը, պարզելը, տարածելը։ Ավելի մեծ հանցանք է, եթե դա այլես պաշտոնական դիրքը չարաշահելով, այսինքն եթե դա KGB-ն է լսել, տվել է մի հատ լրատվամիջոցը, вообще քաշվան դրանք։ Այսինքն 23 թվականից Նաթան Սրբազանը գտնվում է տոտալ հսկողության տակ, լսում են իր բոլոր զրույցները։ Բայց ով կարա լսի, ես խո չեմ կարա լսեմ Նաթան Սրբազանի։ Դե բնականաբար ԱԱՑ-ն է լսում։ Բացը լսում է, բացը եթե հերիք չի իրանք լսում են ապօրինությունը։ Բացը տնօրինության տակ գտնվող ծառայողական նշանակության գաղտնի նյութը։ Երրորդ սորտի լրատվամիջոցի ձեռը ո՞ց է հայտնվել։ Շատ սովորական։ Ահա, բայց սովորականը հանցանք է, չէ՞, սովորական հանցանք։ Էդ էս ամեն ինչի մեջ։ Եթե մի հատ հանցանք կա, այդ գաղտնալսման փաստն է եւ այդ տեսանյութի տարածումն է։ Ուրիշ հանցանք չկա, բովանդակության մեջ հանցանք չկա։ Պարոն Իսագուլյան, չէ՞ որ դուք ինձ օրինակ այսօր քիչ առաջից հարցնում եք, շաբաթ օր գնալու ես հանրահավաքի։ Ես լսում հա գնալու եմ։ Դուք ճշիկ ընձի որ ես գնամ հանրահավաքի։ Չէ։ Թամենը հարցնում եք, կարաք նաև կոչ անեք, չէ։ Այո, հիմա հենց հիմա կոչ եմ անում, հենց հիմա ես եմ կոչ անում։ 16:30-ին ազատության հրապարակ։ Մեր ձևով շարժումը ի պաշտպանություն բոլոր Քաղմանտարկյանների, Սրբազանների հանրահավաքյանը կոչ եմ անում բոլորին մասնակցելու եմ, անպայման կոչ եմ։ Էդ էլ է որ մենք ստիպեցինք մարդկանց, որպեսզի գնա մասնակցեն հանրահավաքի։ Հիմա մեկը կարա գնա, մեկն է կարա չգնա, չէ՞։ Նա որ չգնա, հիմա ասեն ես որ չգնամ, դուք ինձ ինչ կարա կանեք։ Ոչ մի բան։ Ինչի, որովհետև դուք իմ նկատմամբ իշխանական դիրք չունեք։ Իշխանական դիրքը պետական իշխանությանն է։ Եթե մասնավոր հիմնարկի տնօրենը իր ենթակային ասում է վաղը հանրահավաքը գնա մասնակցի, այդ իշխանական դիրքի չարաշահում չի։ Իզմիրլյանում Որովհետև չի կարա մասնավոր հիմնարկի տնօրենը դրա համար մարդուն գործից անի, որովհետև աշխատանքային օրենսգիր կա, որը մարդուն պաշտպանում է։ Այ եթե ապօրինի մարդուն գործից անես, դու մեզ դատարան վերականգնվում ես, չէ՞։ Իսկ իշխանական դիրքի դեպքում աշխատանքային օրենսգիր չկա, կա հանրային ծառայության մասին օրենք։ Իզմիրլյան բժշկական կենտրոնի գլխավոր բժշկին դատեցին, չէ։ Այ, բայց ինչի համար ապօրինի։ Ինչ էր ասել մարդը, լսել եմ ես այդ ձայնագրում, Արմեն Չարչյանի մասին։ Այո, Չարչյանի մասին։ Չարչյանը այդ ինչ որ հրապարակել են որպես ձայնագրություն, որը մեղադրանքի հիմնել, ասում է, ընտրություն ա լինելու։ Ես ես բոլորիդ կոչ եմ անում, գնաք մասնակցեք ընտրության։
Կենտրոնական տրական հանձնաժողովը ամենթատ կոչ է անում գնալ մասնակցել։ Կոչ չանում է փող են տվել ռոլիկ են սարքել, փող են տվել հեռուստատեսությունների, փող են տվել հեռուստատեսությանը, որ այդ կոչը տարածվի։ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահը, բոլոր ասում են, մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին, իրանց քաղաքացիական պարտքը կատարեն, մասնակցեն ընտրության։ Չարչյանին դա չէր կարելի Արմենին։ Սա է կարելի է, բայց Չարչյանը որ անում է հանցագործ։ Որտե՞ղ Չարչյանն է անում։ Բայց էս բանալն է։ Նա չի ասեք էտա իրանք սրանք կտրեք, դրան չընտրեք։ Բայց կարա նաև ասել, քարոշչություն է, չէ՞։ Քարոշչության վաղ կարաս ասես, նաև կոչ եմ անում սրան ընտրեք։ Հիմա որ Չարչյանն ասես կոչ եմ անում, այդ խոչ չի նշանակ, որ Իզմիրա Բեշկակա Գեդոնի սաղ աշխատողները գնացին ընտրին։ Ով ուզում է ընտրում, բայց քվեարկությունը չի ամենակ գաղտնի։ Այդ գաղտնիությունը չի երաշխավորված, ընչի ոչ միայն երաշխիք, այլ նաև պարտը, հիմիկվա մեր օրենսգրքով գաղտնի քվեարկությունը ոչ միայն մարդու իրավունքն, այլև պարտականությունը։ Վարչապետը SMS է ուղարկում ԲԴԽ նախագահին գործից դուրս գալու համար եւ նա գործից դուրս է գալու։ Այդ է ապօրինությունն է, իշխանության յուրացումը, չէ, դա ինչի քրեական, ինչի Դանիել Լեոնիսյանը հաղորդում չի տվել։ Լսի է, մատ ուրիշ ավելի հետաքրքիր բան ասեմ։ Այդ անտեր հարամը որ կա, այդ Տեր Արամի ես անտեր հարամ եմ ասում։ Այդ Հովանավանքի քահանան։ Ինքը գնաց է հաղորդումը, ցուցմունք է տվել, այդ հաղորդմանից հետո իրան կանչել են, ինքը նաև ցուցմունք է տվել քննչական կոմիտեում։ Ասում ես չեմ տվել։ Սկզբից ասա չեմ տվել, հետո պարզվեց որ տվել է։ Դա սուտաբա երեսի ցերևը մարդու աշկերի ցերևը մա չէ, մարդ հեպա ճիշտ խոսում, հեպա սուտ խոսում։ Ուրեմն ինքը նույն հարցազրույցի վաղտ։ Գիտես ինչ ասում։ Ասում է վարչապետը գալու է մեր եկեղեցի Օհանավանք։ Եվ ես ասում եմ մարդկանց կոչ եմ արել, որ գան մասնակցեն եկեղեցուն վարչապետի հետ հանդիպանը։ Ինքը գնաց է հաղորդում է տվել, ասում է ինձ կոչ են արել, որ ես գնամ հանրահավաքի դա ապօրինություն է։ Նույն հարցազրույցի մեջ ասում է ես կոչ եմ արել մարդկանց գան վարչապետի հետ հանրահավաքի։ Դատես ո՞նց է լավ։ Այսինքն որ քեզ են ասում էլ ապօրին, այլ պարզ չի։ Քեզ ասել են թե չեն ասել, որտեղ ոչ մեկ չի ասում ես ասել եմ։ Դες փաշ չկա, ապացուցված չի, չէ՞, ինքն է ասում։ Ասում են ինձ ասել են կետա հանրահավաքի, չէ՞։ Որտեղ են որ ասել են։ Նամակ են գրել, հանձնարարական են տվել, թուղթ է ստորագրել, ձայնա, ոչ մի բան չկա, չէ՞, զրպարտություն է։ Բայց ինքը խոստովանում է, որ ինքը այլ մարդկանց ասել է, որ կգաք վարչապետի հետ հանդիպան Օհանավանքում։ Վարչապետը քաղաքական գործիչ է, չէ՞։ Վարչապետի պաշտոնը հանրային ծառայության մասին օրենքով քաղաքական պաշտոն է։ Վարչապետը դերասան չի, որ ասենք եկեք պոետ չի։ Ասենք եթե գրողը գնում է մարզեր հանդիպում է իր ընթերցողների հետ, դա ուրիշ բան է։ Ով որ իր ընթերցում է, ինքը գնում է, չէ՞։ Վարչապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է։ Նրա այդ հանդիպումը քաղաքական հանդիպում է։ Հանրահավաք է։ Ինքը մարդկանց կոչ է արել որպես հոգևորական, իր եկեղեցի եկող, այսինքն իր հոգևոր իշխանության տակ գտնվող մարդկանց։ Ասում է կգաք, ուրիշ օրերի համար չի ասում կգաք, է։ Այդ օրվա համար ասում կգաք։ Էդի հանցանք չի, բայց ինքը խոստովանում է, որ այդ հանցանք գործել է։ Բայց իրան որ ասել են կետաս հանրահավաք, էլ պարզ ինքը գնացել է, չի գնացել, չի գնացել, այդ ցավը տամ ես դրան չեմ տեսել։ Ես այդպես հանրահավաք չկա, որ մասնակցած չլեմ։ Փաստ կա, չէ՞ որ ես մասնակցել։ Լրագրողն եկել է, ինձնից ինտերվյու ա վերցրել հավաքի տեղը։ Հեղել եմ դիմադրության շարժման հանրահավաքին ելույթ եմ ունեցել։ Արամ Քահանայի ճեպազրույց։ Մատ խնդրում եմ մեր խմբագրին, աշխարհի բոլոր խմբագիրներին, բլոգերներին, համակարգչային մասնագետներին, մատ պոյստան գտնեն Տեր Արամ Քահանա Ասատերյանի ճեպազրույցությունը հանրահավաքի ժամանակ։ Չկա այդպես բան։ Հələ պոյստ տվեք Էդգար Ղազարյանի ելույթ, տեսեք ինչքան կբերի, չէ՞։ Հələ պոյստ տանք Արամ Քահանայի ելույթ հանրահավաքում, քանի հատ կբերի, 0։ Դե դու որտե ես է։ Երևի պետք է գործից թռնել, Այո, ոչ էլ եկել է։ Չէ, թռել է գործից
ուրիշ տեղ է գնաց, օրինակ ասենք Լևի, Պրավի, հա։ Կարա գնա։ Բայց որպեսզի արդարանա ասել է, որ ինձ ասել էր, որ Այնա երբ ասը, հիմա։ Ալլա շուքյուր Փաշազադեի հայտարարությունից մի քանի ամիս հետո։ Եվ որ ինքը լսել է, թե այդ վարչապետը, որ հիմա գալիս է Օհանավանք, ինչ էր խոսում։ Ասում է եկեղեցին չուլան է։ Ես հիմա իմանամ, իր ծառայած եկեղեցու, որտեղ ինքը ծառայում է։ Օհանավանքը չուլանա թե չէ։ Վարչապետն ասում է եկեղեցիներում կա աղբ։ Օհանավանքում հիմա աղբ կա թե չկա։ Իրանից բացի։ Հա, իրանից բացի չգիտեմ։ Ես կարծում եմ, որ չկա։ Համատարած մոտեցում է։ Պարոն Իսագուլյան, անցած անգամ եմ կարծեմ ասել։ Քրդական բանվորական կուսակցություն կազմակերպությունը Թուրքիայի ազգային անվտանգության ռազմավարությամբ համարվում է Թուրքիայի համար անվտանգային սպառնալիք ներկայացնող կազմակերպություն։ Ինչ արել Թուրքիան այդ կազմակերպության հետ։ Ձերբակալել է Օջալանին, այդ կազմակերպության ղեկավարին, հիմնական ակտիվիստներին, վերահսկողության տակավերցը վերացրել է դրա բոլոր ֆինանսական միջոցները, որ կազմակերպում։ Վերջում էլ Օջալանին 20 տարի բանտում պահելուց հետո ասել է ուղերձով հանդես արի, տվել են ուղերձը տվել է, որ զենքները վայր դրեք, մեր կազմակերպությունը լուծարում։ Այս վերջերս է գնացին հանդիսավոր զենք ընդունին, այդ կազմակերպությունը վերացավ։ Այսինքն անվտանգության սպառնալիքը չեզոքացրել, պետությունն է։ Օրինակ իմ ընկալումներում դա իրանք որպես պետություն կարող է սխալ բան չեն արել։ Եթե իրանց պետության համար անվտանգային սպառնալիք են տեսել, վերացրել, ցանկացած պետության հատուկ ծառայության մարմինները դրա համար են, որպեսզի բացահայտեն այդ պետության համար անվտանգային սպառնալիք ներկայացնող անհատներին, կազմակերպություններին եւ պետություններին եւ փորձեն այդ սպառնալիքները չեզոքացնել, որ պետության անվտանգությանը չսպառնա, չէ՞։ Հիմա քրդական բանվորական կուսակցությունը որպես կազմակերպություն սպառնալիք, Թուրքիան որպես պետություն վերացրել է։ Նույն Թուրքիայի նույն անվտանգության ռազմավարությամբ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին համարվում է Թուրքիայի անվտանգությանը սպառնալիք ներկայացնող կազմակերպություն։ Դա ասում եք հստակ։ Այո, բա ոնց։ Ու հիմնավորումներն է կա։ Որովհետև համահայկական կազմակերպություն է, աշխարհասփյուռ կազմակերպություն է, ֆինանսապես ինքնաբավ կազմակերպություն է եւ նյութական իմաստով որևէ անհատից, Հայաստանի կառավարությունից կախվածության մեջ չի գտնվում, հեղինակավոր կազմակերպություն է ողջ հայ ժողովրդի շրջանում, այսինքն ազգությամբ հայերի 90-ից ավել տոկոսը իրանց դավանանքով պատկանում են այս եկեղեցուն։ Շատ քիչ թիվ են կազմում հայ կաթոլիկները, աղանդավորները, ավետարանչական եկեղեցուն պատկանողները, շատ քիչ են։ Առավելապես պատկանում ենք մենք հայաստանյաց առաքելական եկեղեցի, ընդ որում ամբողջ աշխարհում։ Բացի դրանից Հայաստանյաց եկեղեցին իր գլխավոր խնդիրներից մեկը, բացի իր քրիստոնեական առաքելություն իրականացնելուց, որպես ազգային եկեղեցի, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ջատագովներից է, ինչը որ Թուրքիայի համար սպառնալիք է, հայոց եկեղեցին է, որ 2015 թվականին սրբադասել է հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին, ովքեր նահատակվել են հանուն իրենց քրիստոնեական հավատքի եւ հայրենիքի, այսինքն նրանց հիշատակ չի այլևս պահվում։ Նրանք որպես սուրբ են դասակարգված, այսինքն մենք ոչ թե մեր եկեղեցում ոգեկոչում ենք նրանց հիշատակը, այլ խնդրում ենք նրանց բարեխոսությունը, որ մեր համար աղոթեն նրանց հոգիները, որտեղ նրանք սրբադասված են։ Այլստե մոռանալու չի է, այլ կարգավիճակա տվել։ Ո՞վ է տվել։ Այս եկեղեցին է, չէ՞ տվել։ Ում պաշտոնավարման շրջանում։ Գարեգին երկրորդը։ Բայց ինչից ենք խոսում։ Հիմա նպատակ են դրել, ասում են, սա որպես սպառնալիք պիտի վերանա, չեզոքացվի։ Նիկոլն էլ դա է անում։ Բայց ես եմ անում։ Հիմա քտում են այս զայնագրությունը, այս գաղտնալսողին, այս դու այս ինչ մամուլ, դու հրապարակում ես Դանիել Յունիսյան, դու հաղորդումն ես տալի հանցագործության մասին, բանը
ոստիկանություն, դու ես անում, քննիչ, դու ես անում, դատախազ ես անում, սեր դիմակավոր, դու էլ այդ մեզ բերում ես։ Բրծավ, այս եկեղեցու կառավարման կազմակերպական կառուցվածքը հայ եկեղեցու 1700 տարյա նույն ձևի է։ Ով է եկեղեցին գլխավորում, ինչ կառավարման մարմիններ գոյություն ունեն, 1700 տարի նույն կառավարման համակարգն է։ Եվ կաթողիկոսի որպես Աստծո կողմից օծյալ կարգավիճակը բացառիկ է։ Այսինքն այս կարգավիճակը ունեցող երկրորդ մարդ այդ եկեղեցուն չկա։ Ու եթե այս մարդուն, այս պաշտոնյայի եկեղեցական լիկվիդացնում ես, երկրորդ մարդը չկա, որ նրա փոխարեն որոշում կայացնի։ Իսկ նրա որոշում կայացնելու լիազորությունների ծավալը չափազանց մեծ է։ Այսինքն եթե հիմա Հռոմի պապին լիկվիդացնում ես, Հռոմեա կաթոլիկ եկեղեցի պարալիզվում է։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին, որ Հռոմի պապը մահանում է, դարերով գրած կանոնակարգ կա, թե ինչ գործողություններ են հաջորդում դրան։ Հատուկ մարդ կա, որ գալիս է մետաղական մուրճով 3 անգամ խփում է գլխին, համոզում է, որ պապը մահացել է, հայտարարում է, որ պապը մահացած է։ Պրոցեդուրա կա, արագ մատից մատանին հանում են, կոտրում են, որովհետև այդ մատանին կնիք է պապի, որպեսզի դա հանկարծ ոչ մեկ այլևս քանի ինքը ողջ քանի նոր պապը չի ընտրվել, այդ կնիքը չպիտի գործածվի։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու բոլոր հաշիվները սառեցում են ավտոմատ, բոլոր բանկերում։ Ամբողջ հասկանում եք ինչի մասին ենք խոսում։ Որտեւ սենց է մշակված։ Հիմա նմանատիպ կառուցվածք է մեր եկեղեցին, չէ՞։ Իսկ այսօր վարչապետն ասում է Գարեգին կաթողիկոսը դե ինքը տես չի ասում, իհարկե ավելի ցինիկ լկտիաբար, պիտի հեռացվի, դրա տեղը պիտի մի հատ ամուսնացյալ քահանա գալի պաշտոնակատար։ Արամը։ Հա, էլի, բայլով պիտի խո ես չեմ էլի։ Արամ կլի պաշտոնակատար, այնքան ժամանակ։ Մինչև որ եկեղեցին նոր կանոնակարգ կմշակի, այդ կանոնակարգը ոչ թե գրափար պիտի լինի, այլ աշխարհաբար պիտի լինի։ Ոչ թե ծավալուն պիտի լինի, այլ փոքր պիտի լինի, երկու է, մասես։ Մեր լավ մեջն է դու գրածը, 4 է ջան։ Ամա թեթև կանոնակարգ։ Նոր դրանից հետո պետք է կաթողը դու ով ես որ որոշես ինչ պիտի Հայաստանն է փոխում դարձնում Արևմտյան Ադրբեջան։ Նա էլ պետք է դարձնի մզկիթ։ Այսինքն էսի ոչ կաթողիկոսի հետ կապ ունի, ոչ նրա թերությունների հետ կապ ունի, ոչ առավելությունների հետ կապ ունի, ոչ Մկրտիչ Սրբազանի հետ կապ ունի, ոչ Բագրատ Սրբազանի հետ կապ ունի։ Սա Ադրբեջանը թուրքական պահանջ է։ Ու հստակ Դեսեք երբ է դանում, մեղրին հանձնելու զուգահեռ, չէ՞, այսինքն Ադրբեջանի հետ մտել այսպես կոչված մարդկանց խաբելու process, որ խաղաղություն ենք բերում։ Սուտ։ Այս նույն գործընթացի մեջ գնաց համաձայնագիրը ստորագրելու, քննարկելու այս ընթացքում Ալիևն ասաց, Էրդողանն ասաց, դու նաև խնդիր ունես։ Բանակը վերացրել ես, ապրես, Ղարաբաղը հանձնել ես, ապրես, Տաուշը տվել ես, ապրես, Մեղրին տվեցիր, ապրես։ Եկեղեցին վերացրու։ Եկեղեցին վերացրու։ Լեզուն, հայոց լեզուն պիտի վերանա, Իսակ Գուլյան ջան, դու ասես մանր են գործեպելու պես են անում։ Հայոց լեզուն հիմա բանը բուռ ընդունվելու ընդունելության միասնական քննություն վաղուց չի հանդիսանում։ Պարտադիր էր, չէ՞։ Որ ուզում ես բժիշկ դառի, ուզում ես տնտեսագետ դառի, ուզում ես ինժեներ դառի։ Հայոց լեզվից մինչև դրական գնահատական, որ բարձր գնահատական չունենաս, բուր չես ընդունվում։ Բուր ընդունվողները, ես ինքը ժողիստյուտ եմ սովորել 93-98 թվականներին։ Մենք 2 տարի թե տարուկես անցել ենք հայոց լեզու, խոսքի մշակույթի հիմունքներ, հայոց լեզու, այսինքն հայ գրականություն։ Տնտեսագետ ենք, հայոց պատմություն, ես տնտեսագետ եմ եղել, քննություն եմ հանձնել հայոց պատմությունից տնտեսագիտական համալսարանի առաջին կուրսում, եմ այդ թամ իմ բանը որ նայեմ ակադեմիական քարտը, մեջ պիտի գրած լի։ Որում սա համասարանական դիսցիպլիններ են, որ համասարանում ուզում է, բժշկական ուզում է սովորի։ Ես համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, իրավաբանական ֆակուլտետ։ Բացառված բան է հայոց պատմություն անցած չենք։
Հանել են գիտեք Վիեֆանից։ Հայ մենակ դպրոց եկեղեցու պատմությունը չի որ անել։ Հիմա այդ փոխումա չէ, ասում հայոց պատմություն դառնա Հայաստան։ Առաջի դասան երեխան, այբենարան սովորող երեխան տպագրված այբենարանի մեջ Մեսրոպ Մաշտոցի նկարը չի տենում, չկա։ Կրթության նախարարին ասում են այ մար տառա չէ, էս տառնով ա գրե։ Ով ա գրե։ Հեղինակ նովա։ Ասում ա որ երեխեն մի հատ սմարթֆոն ունենա, լավ որակի։ Մեջը SIM քարտը լինի, SIM քարտի վրա փողը լինի, ինտերնետը միացած է, որտեղ դրանցից որևէ մեկն է որ չելավ չի կարա օգտվի, չէ՞։ Փող պիտի դի առաջ դասան երեխուն փող որդուս որ դնի քարտի վրա, ինտերնետ ունենա։ Ինքը հավելվածը քաշի, QR կոդը պահի է դասագրքի վրա, ընդ նոր կբացվի մի հատ տեսանյութ, որտեղ ասում է հայոց այբուբենի հեղինակն է, Մեսրոպ Մաշտոցը գիտեք որ թվին։ Ասե՞։ Անհիշելի ժամանակներից։ Այսինքն էսքի մեել հիշի եփայել է դա։ Հետո Երևանի քաղաքապետը արգելում ասում սմարթֆոններ դպրոցում մի գործածեք։ Հիմա սաղ Facebook-ը փետից յաշիկ են ծախում, թե որ հեռախոսները դասղեկյանունը վերեք գրած։ Որ տանես հեռախոսը դնես դոր դասը սկսի։ Բայց Մեսրոպ Մաշտոցի մասին պիտի իմանաս մենակ սմարթֆոնով։ Վերացնում է, չէ՞։ Լեզուդ, մշակույթը, պատմությունը, ասում է պատմությունը մոռացեք, ախպեր, ի՞նչ պատմություն։ Իրականության մասին խոսեք։ Իրականությունն էլ ամեն օր փոխվում է։ Ասում է, այս պայդրությամբ ի՞նչ կա։ Այն Արցախի մասին էլ մի մտածեք, այն արդեն 5 տարի առաջվա վարը 5 տարի առաջվա բանը հիմա չեք խոսում, է։ 5 տարի առաջվա Հայաստանը դա պատմական Հայաստան էր։ Դուք հիմիկ բանից խոսեք։ Հիմա ինչ կա։ Թաթայի համերգ, ապրես։ Ինչ ենք անում։ Քեֆ ենք անում, ո՞նց եք անում, հորս Սարև։ Ահա։ Ամբողջ ժողովրդին հավաքել են հանրապետության հրապարակում։ Երկում են ասում են բան արեք։ Հորս Սարև քեֆ ենք անում։ Երկողն էլ ով է։ Հայաստանից փախած մի հատ երկիչ։ Ֆեստիվալ են անում, Հարութին են կանչում, մեկի Թաթային, երկուստ էլ Հայաստան թողի գնացել են, մինչև մի հատ թանկ հարսանիք չինում չեն գալի Հայաստան։ Կամ որ փող աշխատեն, էլի այսինքն ընդ ապրում են, գասեսից փող են աշխատում, այդ բնդը ապրելու։ Նազելի Բաղդասարյանը գրում է. Խոսնակը հերքում է Փաշինյանին վերագրվող հայտարարությունը Սյունիքից Ադրբեջանին հատված հանձնելու մասին։ Եվ ասում է, որ կոչ է անում Հայաստանի Հանրապետության դեմ մղվող հիբրիդային պատերազմի բաղադրիչ է, ասում է, որ դες բաներ են տարածում։ Խորհրդում եմ քաղաքացիներին, լրատվամիջոցներին եւ լրատվական զերծ մնալ նման ապատեղական նյութերի տարածումից ստուգել տեղեկատվության հավաստիությունը եւ առաջնորդվել բացառապես պաշտոնական հաղորդը։ Սրանք հասնել են նրան, որ բացի իրանց ասածից ուրիշ բան ասելու եւ լուծելու իրավունք չունենաց։ Այո, բա դիկտատուրան է դա։ Դա սա դիկտատուրա չի, սա ուրեմն չգիտեմ ինչ է։ Իմիջիալը սա ինչ որ ուրիշ մամուլի միջոց է գրել, ոչ հայկական։ Հայերեն չի ամենայն դեպքում, չգիտեմ ինչ լեզվով է, ադրբեջանական։ Գրել են դա fake է։ Այս է Գուլան ջան։ Հեսա, մեղրի հանձնված։ Հա։ Ես չգիտեմ, դու ադրբեջաներենից ո՞նց ես։ Բոլգո, սել, դենգե, լարի, չգիտեմ ինչ որ մի բան է գրած։ Էրմենիստան, հա, ադրբեջանական է ոնց որ Հայաստանից տարածք է մեղրին հանձնվել է թուրքերին։ Խնդրեմ եմ, ես արդեն հիմա ասում եմ, որ ապատեղեկատվություն է, Ադրբեջանին դիմի, ապատեղեկատվություն է, թող վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմի Ադրբեջանի նախագահ Ալիևին եւ Միացյալ Նահանգների պրեզիդենտի WhatsApp-ը ունի, զանգի այդ WhatsApp-ի տիրոջը, ու ասի ախպեր, ես ինչ են տարածում։ Այս է նախագահային տենում ասում է պարոն նախագահ, ես եմ։ Պարոն եմ, Հայաստանի վարչապետն եմ։ 2 ամիս առաջ ամբողջն իրար հետ են էլ է։ Այն բան պատմություն կա, ասում հավեր հիշեցի։ Ասում ինչ չես հիշում, ասում չի, ասում բա որ նստած իրար հետ հավ ենք փիտրում։
Հա, ասում հավերը հիշեցի։ Հիմա սրանն է։ Իրան չի հիշում, բայց իր ստորագրած խաղաղությունը հիշում է։ Բա հիմա ինչ անել, լավ, ինչ պիտի տեղի ունենա։ Մենք ինչ պիտի անենք, իմ սիրելի Էդգար Ղազարյան ջան։ Երբ որ ժողովուրդը հայտնվում է թշնամու տիրապետության տակ։ Եվ այդ տիրապետությունը թշնամու սպառնում է իր ֆիզիկական գոյությանը։ Այդ մարդիկ, այդ մարդը, անհատը, խումբը, ընտանիքը, կազմակերպությունը, ողջ հասարակությունը ինչ է անում։ Դուրս է գալի ազգային ազատագրական պայքարի։ Որովհետև եթե դա չի անում, թշնամին իրան բնաջնջում է։ Հիմա մենք հայտնվել ենք թշնամական տիրապետության, ես սա ոչ թե ասում եմ հնարավոր է որը տենց լինի, կարող է հանկարծը տենց լինի, այսեն եղել է Արցախ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում 2.5 տարի ինքը եղել է Հայաստանի վարչապետ, Արցախի հանրապետություն եղել է անենց Արցախի հանրապետություն, ոնց որ իր վարչապետը լնել է, չէ։ Ինքը այցելել է անդե, ասել է իր ծառայել է դեր։ Տղեն անդե ծառայել է, կնիկ գնացել դե նկարվել է, գնացել է բանին հրավիրել է չայ խմելու Շուշիով։ Մինչև բայց գնացել է անդե, խամ ակցիաներ են արեն դե, պարել են, քեֆ են արեն, զղկտվել են, չէ։ Եկել աստե իր հաղորդագրությունների մեջ գրել է, որ Նիկոլ Փաշինյանը գնացել է Արցախի հանրապետություն։ Հանդիպել է Արցախի հանրապետության նախագահին։ Արցախի նախագահն եկել է Հայաստան, չէ՞, ինքը տենց է գրել ինքը։ Ու տենց անցել է 2.5 տարի։ 2.5 տարին մեր սահմանադրությամբ պաշտոնավարման մեկ լիարժեք ժամկետի կեսն է։ Որտեւ սահմանադրության պարլամենտի ժամկետը 5 տարի է։ Պարլամենտը եթե կառավարություն ձևավորի ու չփոխի, կարա փոխի, որովհետեւ մաքսիմում այդ կառավարությունը 5 տարի կարա պաշտոնավարի։ 2.5-ը սրա կեսն է։ Հիմա ինք այդ 2.5 տարին պաշտոնավարել է, որից հետո Արցախը վերացել է։ Ու այն մարդիկ, ովքեր ապրել են Արցախում, կամ զոհվել են, այսինքն ցեղասպանվել են, պատերազմի ժամանակ են զոհվել, աղետներից են տուր, չէ՞, ասենք անկառավարելի դժոխք է։ Ստե բենզինա պայթում մեռնում են, ընդ ճանապարհին են մեռնում, ընդ կրակոտ մեռնում են, դժոխք։ 2023 թվի սեպտեմբերի Արցախը դա դժոխք է, մահվան վիճակագրություն, համ մարտական գործողություններ է, մարդա մեռնում, հիվանդանում է, հիվանդին բերում են արդեն մի Իտալիա շրջափակման մեջ են, դեղ չկա, բին չկա, բամբակ չկա։ Սա մեռնում են, կեսը սովից, կեսը հիվանդությունից, կեսը ավտովթարից, կեսը մահ։ Ով որտե դիակա տենում թաղում է, որովհետև այդ թաղած տեղը գերեզման չի դառնում։ Դրա 7-ին մարդ չի եթալու, 40-ին չի գնալու, զատիկին չեն գնալու, քար չեն դնելու, ծաղիկ չեն դնել, խունջ, գերեզման չի դա։ Ով որտե դիակա տեսե թաղը եկել է։ Էդի ոչ թե ելնելու է, կարալ եղել է, չէ։ Ու մեկը դրա համար պատասխան տվել է։ Չէ։ Ինչի, որովհետև եղել է թշնամու տիրապետություն, չէ՞, այսինքն Նիկոլ Փաշինյանը թշնամական տիրապետությունը հաստատել եւ դա բերել է այդ հետևանքին։ Հիմա թշնամական տիրապետությունը շարունակվում է։ Հիմա մենք նստում մտածում ասում ենք, հետաքրքիր է, ի՞նչ կլինի։ Yaxո ապուշ ես, որ մելը մտածես ինչ կլինի։ Պաշի ինչ կլինի։ Չես տեսե ինչ կլինի։ Կոչուբաևին ինչի բռնեցին։ Խոսել է։ Նույն հոդվածն է, ոնց որ իմ դեմ առաջադրված։ 490։ Ես հիմա որ քրեական գործով մեղադրալի կարգավիճակ ունեմ, այդ նույն հոդվածն է։ Ինձ գետին փռեցին, կալանք տվեցին 2 ամիս։ Որ խոսալուց բոլորը վախ են անում։ Ինձ ինչի ծեցին։
Այդ ծեծողները ինչը հանցագործ սովորական հանցագործ չէին, ռեստորանում չէին խմե կռիվ արել, որ իրանք ինձ ծեծին։ Ձեր դեմը չենք իրական վարորդներ սկսել։ Մյուսներին չեմ, նախագահներին չեմ բռնում։ Բնապարին չեն ուզում բռնել։ Սրբազաններին չեմ բռնում։ Մյուսներին ինչա, Լիդիա Մանթաշյանը հանցանքագործ է, որ հիմա բանտում նստած է։ Ինչի են բռնում։ Այդ հարցը Հայաստանում տալիս է։ Եվ ինչև երբ սա պիտի շարունակվի։ Մինչև այն պահը, քանի ազգային ժողովը անվստահություն չի հայտնել վարչապետին, ով ինչ ուզում ասի, ով ինչ հեգնանք, այդքան ես ասում եմ, դա լուրջ չի, դա չլող բան է, դե գնացեք դատվեք։ Այդ նույն Կոչուբաևը իմ դեմ իմպիչմենտի թեմայով գիտես ինչ գրառում ունի։ Թե ինչքան անլուրջ բան է իմպիչմենտը, ու ինչքան սխալ է այդ մասին խոսելը։ Մատ սենց վիրավորելով ինձ բան։ Դե գնան։ Վայելի, հա։ Բայց չեմ կարծում, որ դուք ուրախ եք, որ իրանք։ Չէ, ես ուրախ չեմ, ես ասում եմ ցանկացած ով որ չի այդում ճիշտ ճանապարհով։ Ուտում է։ Եթե Կոչուբաևը մեկը բոլորը ոչ թե ասեն չէ իմպիչմենտը չլող բան է, որովհետև արա ինձ անուններ կան արա։ Իսկ չեմ էլ Լիլիթ Կիրակոսյան, տես պատգամը որ դու լսած կաս քո կյանքի մեջ։ Ես գնացել եմ ազգային ժողով, այն աղջիկն եկել ասում է պարոն Ղազյան, Լիլիթ Կիրակոսյանը ձեզ չի ընդունում։ Ասում Լիլիթ Կիրակոսյանը ինձ չի պիտի ընդունի, դեպուտատները ընդունեին, չէ։ Ասում է բա Լիլիթ Կիրակոսյանը ազգային ժողովի պատգամավոր է։ Ոայ քեզ բաները մտնում եմ ինտերհայել, ցույց մեջ կա։ Հիմա ինձ բոլորն ասում են Լիլիթ Կիրակոսյանը չի միանը, չեն ճանաչում, չիրել Լիլիթ Կիրակոսյանն, ոչ ես գիտեմ, ոչ այն ասող գիտի։ Բրախել ենք այդ Լիլիթ Կիրակոսյաններին, ամիս 900,000 փողը ստանում են, ոչ խոսում են, ոչ աշխատում են, ոչ քվեարկում, ոչ բան չեն անում։ Փոխարեն ելեք եթանք ասեն գլմատ եկեք տենանք այդ Լիլիթ Կիրակոսյան նովա, Սևշուն նովա, Կարակուշ նովա, Էսովա նովա, խոսենք հետները տենանք ընչի չէ, ոնց որ ես հիմա այդպես ազգային փոխանակ սա գան կապնեն այս գործին, ամեն մեկը մի մահանա բռնել, ասես կրավորական կեսված նստել, ասում դե ման սրբազանի բռնին, դե բա պիտի բռնեն, բա ի՞նչ պիտի անեն։ Հիմա տեսեք, բոլորը ասում են դե 2025 թվականի սեպտեմբերի 26-ին ազգային ժողովում լսումներ են իմպիչմենտի թեմայով։ Ես հանրահավաք էի հրավիրել ազգային ժողովի, ասում եմ ժողովուրդ ջան, այնտեղ լսումներն է, բերեք մենք այդ սաղս հավաքվենք, որ ցույց տանք մենք իմպիչմենտին կողմ ենք, որ ԿՊ-ի պատգամավորները լուսամուտից նայեն, տենան ժողովը մտածեն, սե մտածեն դրա մասին։ 1000 մարդ չէր եկել։ Հիմա 3000 մարդ գնացել էր Թբիլիսյան խճուղի, Սամվել Կարապետյանի դատարանի բակ, չէ։ Գնացել եք ընդ որ ինչ անեք։ Որ գնացիք։ Կալանքի ժամկետը չի երկարեց։ Ընդ էր որոշում կալանքի ժամկետը։ Պարզ չի որ Նիկոլ Փաշինյանին որ պայն որ պարլամենտը քվեարկեց անվստահություն հայտնեց։ 15-ից 20 րոպե հետո Սամվել Կարապետյանն լելու ազատության մեջ չէ, դե մինչև են 15-20 վայրկյան հետո։ Չէ, մինչև ձևակերպումները բան։ Ձևակերպումն էլ չեն սպասի, կազատեն հետո ձևակերպումները կուտուն։ Ապա դե լուսում այդ հարցը։ Դուք այդ հիմնական ուղղության վրա չէ, մի հատ քահանա եկել էր սեպտեմբերի 26-ի հանրահավաքին։ Մկրտի Սրբազանը, որ այսօր բռնվել է, հավաքել էր իր բոլոր թեմին, հավատացյալներին կոչ անել, ասել ելեք եթանք տենանք ախպերես, բերեք փրկվենք սաղաս։ Դատեին։ Դատողնովա, այդ մի հոգին է, չէ։ Եթե մենք սաղաս այդ մի հոգու դեմ պայքարի հարցում թերանում ենք, իսկ այդ պայքարը օրինական ձևեր ունի։ Ձեզ չէին ընդունում։ Այդքան չընդունեցին, վերջը դատարանը որոշում կայացրեց, որ վարույթ են հարու, վաղ առավոտ այդ թվում քննիչի մոտ, ժամ 11-ին։ Այսինքն այդ ովքեր ձեզ չեն ընդունել, քրեական վարույթ է նախաձեռնում։ Հիմա ես չգիտեմ, ընդ մեղադրանք դժվար առաջադրել է, որովհետեւ դրանք պատգամավոր են, դատախազ պիտի մտնի ազգային ժողով։ Ես հիմա այս հարցազրույցից հետո գնում եմ նստեմ, միջնորդություններս գրեմ, առավոտ այդ համ քննիչի մոտ, որ ասեմ հերթով կանչի դրան սաղին պիտի մենք հարցաքննենք, տենանք Ռուբինյանը պիտի գա քննիչին, բացատրություն տաս, ինքը ինչի չի ընդունել ինձ։ Գրել է գիտես, չէ։ Արա ասում ես, էլի մարդ ինչքան պետք։ Բութելի։
ուրիշ բան է ուզում ասել, դու մեղմ ասիր։ Երեք գրել են ասում եմ Ռուբեն Ռուբինյան եւ Հակոբ Արշակյանը Էդգար Ղազարյանին չեն ընդունել որպես քաղաքական գործիչ։ Դենց է գրել է։ Քրեական օրենսգիրքն էլ ասում է խտրականության ցուցաբերումը քաղաքական հայացքների համար հանցագործ։ Բոլորին ընդունել են բացի Էդգար Ղազարյանից, Էդգար Ղազարյանը չեք գրել, որովհետեւ քաղաքական գործիչ է։ Ազգային ժողովի ընդունելության կարգը նայում ես, ասում է չի ասում։ Ազգային ժողովում կազմակերպվում է քաղաքացիների ընդունելությունից բացի քաղաքական գործիչներից։ Իրանք իրաց զերով արդեն գրետ տվել են, Դե հիմա ես կզբաղվեմ, ես իմ հետևողականությունը կարծում եմ, որ ով ճանաչում է արդեն գիտի այդ իշպանը։ Եթե հարցում էլ Աստված ձեզ զորություն տա, որտեղ բոլորը մտածում էին, դե տենում է չեն ընդունում, ինչի է գնում, ինչի է ախր իրան այդքան թեթևացնում, իմ հասկացան, որ այդ թեթևացում չէր, դա հետևողականություն էր։ Իսկ ես հակառակը գիտես ինչ էի ասում։ Ասում էի գնում եմ չեն ընդունում, չէ՞։ Հələ մի հատ պատկերացրու, էլի, ես այսօր էլ եմ դիմում պատգամավոր։ Հաջորդը մեկ է մնաց հոկտեմբերի 28-ին։ Հələ ինչքան ժամանակ կա, չէ՞։ Պատկերացրու, ասենք, ես հոկտեմբերի 28-ին ժամ 11-ին գնալու եմ ազգային ժողով։ Ազգային ժողովում, պարզա չէ, որ եթե քպեցա պատգամավորելու չի ընդունելու։ Արդեն երեխա չենք, էլի խոյս գնալուց խոյս հիմար չեմ, ես հասկանում եմ, չէ՞, որ եմ այդում ինչա կատարվում։ Հիմա պատկերացրու ինձ հետ միասին 34 ընդդիմադիր պատգամավոր կա, որ իմպիչմենտին միացել է, չէ՞։ Ես էլ գրել եմ, որ իրանց հետ քննարկում եմ մենակ իմպիչմենտի վերաբերող հարց, չէ՞։ Էդում եմ ազգային ժողովի ընդունարան, ու ոչ թե ես մենակ եմ ընդ կանգնած, այլ ազգային ժողովի 34 պատգամավորով իմպիչմենտ, հələ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ազարյանն են, դրանք էլ ուրիշ նախաձեռնություն, իմ այդ մի նախաձեռնությանը չեն միացել, բայց իմպիչմենտի կողմ են, չէ՞։ Էլավ 36 պատգամավորը ընդունանում ինձ է սպասում։ Ես գալիս եմ, այնտեղ մեկ է գալիս է ասում է, պատգամավոր, չգիտեմ, ԿՊ-ական էս ինչանը ձեզ չի ընդունում, պարոն Ղազարյան, չէ՞։ Ես չեմ կարա, չէ՞, ազգային ժողովի ընդունանի այդ մասից տեղափոխվեմ այն սենյակ որտեղ են, որտեղ աղտանգությունը չի թողնեմ, բայց պատգամավորներին թողնելու են, չէ՞, իրանք իրավունք ունեն մտնեն այնտեղ։ Պատկերացրու այդ 36 պատգամավորը, էթում են այդ մի սենյակ, որտեղ նստած է այդ մի հատ ԿՊ-ական պատգամավորը։ 36-ով լսում են դրա գախին։ Այն մենք ենք մեր սահերի մեջ Հրանտ Մաթեոսյանը ինչ ա գրել։ Այսինքն շլվատ ուզենանք։ Ասա 20-օքի առաջ տղամարդ ենք, ուզենք շալվար կանենք, ուզենք թազա շալվար կհագցնենք։ Հիմա պարտադիր չի դրա շալվարը հանեն թազեն հագցնեն։ Դե կարող աղջիկը լի անհարմար է ինչ ասում։ Ոչ մի բան է տղա էլ պետք չի հանել շալվար։ Դրա շալվարն ա պետք։ Մանավանդ որ Գեղտոտված է։ հասարակ բան կարա լինի, ոչ մի նորմալ բան չի լինի։ Դրա շալվարը մեզ հետաքրքիր չի։ Ասում են տղա ջան, աղջիկ ջան, այսինքն ոչ չես ընդունում։ Ով ես որ չընդունես։ Հանրային ծառայող ես, չէ՞։ Մասնավոր միլիոնատերը լեիր գարքերնից գործ ուզել, կասել չեմ ընդունում, չէ՞։ Պատգամավոր ես, ընդունելությունը ինքն է քեզ խնդրել, չէ՞։ Դու ես չէ կազմակերպել։ Դու ես չէ հայտարարած քաղաքացիների ընդունելությունը, ով ուզում է, դու գրանցվի, գրանցվել է, եկել է, բա ոչ չես ընդունում։ Ուրեմն արիստ է։ Պարոն Ղազարյան ամեց ես է մեր աբրանքը։ Կայանում այդ ընդունելությունը։ Բայց ես պիտի, ոչ թե պիտի ասեմ, բա ինքն չի գնում, դե տենում է չեն ընդունում, ես չեմ աշտվում դրանց վարքի ապօրինության հետ։ Այ վատա, որ իրանք հաշտվում են, իսկ պայքարը հենց այդ է, որ չհաշտվես, որ պայքարես, որ մեկը մյուսին օգնի։ Իբա 16-30 վաղը հանրավակ հալելու։ Մեկը ձեզ զանգել է կանչի, ինձ զանգել են կանչեն, լսել ենք եթում ենք, չէ։ Բա Նարեկ Կարապետյանը, որ լսել էր ամսի 26-ին հանրահավաkan, ինչի չէր եկել։ Ինչի չէր եկել։ Մտածում էր, որ Էդգար Ղազարյանն նա հանրահավաք, ես չեմ մտածում, որ Նարեկ Կարապետյանն է հանրահավաքանողը։ Նարեկ Կարապետյանը բացի դրանից, որ ինքը Սամվել Կարապետյանի աղբոր տղան է, ուրիշ ինչ արժանիք ունի մինչև հիմա։ Չէ, ունի, հիմա չթերագնահատենք։ Չէ, հիմա հարց է չթերագնահատել, ես իմ ղադրն է գիտեմ, իրանն է գիտեմ։ Բայց եթե ես վաղը գնալու եմ առանց նայելու իմ արժանիքը իրանը, որովհետև գիտեմ, որ ինքը վաղը ինչ որ անում, ազնիվ բանի համար է, վաղվա իր արածի ազնվությունը ես հավատում եմ։ Դրա համար եմ գնում։ Բայց ինքը որ սեպտեմբերի 26-ին չէր եկել, չէր հավատում իմ ազնվությանը։
Դե գաղափարը չեն, բա որ գաղափարը չեն ընդունում, եթե չի ուզում իմպիչմենտ լինի։ Իր հերոխները ո՞նց պիտի ազատվի։ Չի ազատվելու։ Մարդիկ հետում են Սրբազանի դատին, կանգնում են դատանի պատի տակ։ Ինչա փոխում, դատը փոխվում, ազատվում, այն չի ազատվում, չէ՞։ Բայց եթե կան ազգային ժողով իմպիչմենտ լինի, մի րոպե հետո ոնց որ ասում ես ազատվելու է, չէ՞։ Էդ է այդ խնդրի լուծման ձևը, դե դու չանեն, ինչ ասեմ։ Ցավոք սրտի այդ դա պիտի հասկանալ։ Այլ բան մնաց ասելու։ Դե ասում եմ, Դե սիրելի ժողովուրդ ջան, ես ասեմ հետեւյալը, որ իսկապես բավականին ծանր իրավիճակ է։ Ոչ բոլորն են կարողանում գիտակցել ստա։ Գիտեք, ուխտը հենց գալիս հոգում է իրանց դրանը, պարզում է իրանց հետևը մարդ չկա, մնացել են մենակ իրանք, արդեն բոլորին այդ հրեշը կերել է։ Հասկանում եք, ամբողջ ողբերգությունը ստեղ է։ Տեսեք, Էդգար Ղազարյան, մարդ որ ես արդեն քանի տարի է մենակ, չունենալով այլ այսպես կոչված, հա, հովանավորողներ, օգնողներ, չգիտեմ ինչ, իրա պայքարը զրոյից վերել հասցրել է նրան, որ այսօր կարող է 24 պատգամավոր ՔՊ-ից կանգնեն դատարանի առաջ։ Մենակ իրա ակտիվ անկոտրում կամքի շնորհիվ։ Բա լավ, մեզնից ինչ է պահանջվում։ Զուտ մարդկային աջակցություն։ Գնալ սատարել, օգնել։ Չվախենալ, որ ձեզ կնկարեն, ոստիկանները կտանեն, սա կանեն։ Երբ որ ոչ մեկը այլևս չվախենա, Նիկոլ Փաշինյանը այդ օր արդեն Հայաստանի չարիք չի լինի։ Նա կհայտնվի այնտեղ, որտեղ որտի լինի։ Եվ այս ժողովուրդ հանգիստ կշնչի, եւ բոլոր քաղաքականավորները ազատ կարձակվեն։ Մի վախեցեք, այդ սուտ խաղաղությունը, որ ինքը ասում է, դա ասում եմ այսօր ամենախաղաղ աշխարհում Արցախն է։ Այնտեղ հայ չի մեռնում, որտեղ էլ հայ չկա։ Ինքն էս խաղաղություն է ուզում, որ Հայաստանում էլ հայ չլինի, սա լինի Արևմտյան Ադրբեջան։ Տեսեք, այդքան մենք ասում ենք մեղրին տվել է այս օգոստոսի 8-ի պայմանագրով, մեղրին տրված է ժողովուրդ ջան, ոնց բացադրենք ձեզ։ Ես որ ադրբեջանական թե թուրքական մամուլը գրել է, որ մեղրին այլևս դա Ադրբեջան է, Նազելի Բաղդասարյանն ասում է, դա ֆեյք լուր է, մի տարածեք, նոտա չեկար, բայց թող ձեր վարչապետիկը հələ հանդգնի Ալիևին ասեսի չեք հրապարակում, արա։ Թող նրանք իրանց մամուլին ասեն, որ ֆեյք է, սուտ է հրապարակել, թե քաքում է տակ Ալիևից։ Խոստովանեք։ Մի խոսքով, շատ ծանր է իրավիճակը եւ այս ծանր իրավիճակից դուրս գալու համար մեկ ճանապարհ կա։ Մերժել մեր երկրի իշխանությունը նվաճած թշնամիներին։ Նիկոլ Հարուցվել է քրեական վարույթ արդեն։ Հա, ինչի հետ կապված։ Ձայնագրության հետ կապված։ Այսինքն արդեն դիվապարին կալանավոր են։ Դե մարդը ասում անում է։ Նիկոլը իրա ձևով, Նիկոլի ձևով։ Ապօրինաբար, չգիտեմ ինչ, ասում ու անում է։ Մնացածը ցավոք սրտի ուրախանում են, որ եղել է մի իրավիճակ, որտեղ իրանք դրսևորվելու կամ հանրությանը ներկայանալու հնարավորություն են ստացել։ Այդ դա է ամենամեծ ողբերգությունը։ Բան կա ասելու այդ թեմայով։ Ոչ։ Դե, սերի ժողովուրդ, շաբաթ կիրակի է, վաղը 16:30-ին հանրահավաք է։ Ոնց որ Էդգարը ասեց, հա, վերապահումներ շատ կան, բայց բոլորիդ կոչ ենք անում մասնակցել, որտեղ փրկության ուրիշ ճանապարհ, բացի այն, որ վերջապես հասկանանք, որ ամբողջ ազգովի հավաքվենք եւ պարտադրենք, որ այս չարիքին զրկեն իշխանությունից, առայժմս այլ ճանապարհ չկա։ Եվ դրա համար Էդգար Ղազարյանին կորով ու համբերություն, որ ինքը Նարեկ Մանուկյանի հետ սկսած իրանց գործը հասցնեն իր տրամաբանական ավարտին։ Մնաք բարյավ, կհանդիպենք երկուշաբթի։